Ողջունում եմ ուժեղ Տաուշի ժողովրդին։ Ո՞նց եք։ Դուք ապրում եք ինձ թվում է աշխարհի ամենահիասքանչ բնության մեջ։ Նույնիսկ շվեյցարացի կարող են երազել ապրել Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, ու ընդհանրապես ամբողջ Տաուշը բոլորս գիտենք մեր հայրենիքի ամենագեղեցիկ բնություն ունեցող շրջաններն են։ Բացի դրանից ամենալավ կլիմա ունեցող շրջաններն են։ Բայց դուք կարող եք զարմանալ, Շիրակի մարզից հետո Տաուշը ամենաաղքատ մարզն է։ Ես հասկանում եմ Փաշինյանը ձեր զեմլյակն է, բայց շատ անհաջող, չստացված, մեր հայրենիքին շատ վնասներ տված ու շարունակում է վնասները տալ, գոնե մի պահ այդ մարդը կանգնի, ասի հերիկա, ամեն օր վնասներ է բերում մեր հայրենիքին, գիտեք ինչն է ահավոր, որ մարդը մի թեթև հնարավորություն, որ ունենում է, առաջին հերթին մտածում է իր ծննդավայրում հետք թողել։ Այդ մարդը երևի հետք հասկացել էր գյուղերում մի քանի մետր ասֆալտ աներ, դրանով խապի ժողովրդին, չհասկանալով, որ ամենաշատը 3 տարի հետո այդ ասֆալտը այդ գյուղացիների համար գլխացավանք է դառնալու։ Էն էլ իր անորակ ասֆալտը հեսա քանդվելու է ու գյուղացիները սկսելու են առնչվել այդ պրոբլեմների հետ, իրենց մեքենաները ջարդելով գնալու են գան։ Գոնե լավ նախանձում էր դիլիջանցիներին, գոնե տաներ Իջևանը սարքեր, այ մարդ։ Իջևանի համար մի հատ բան չարեց։ Անսովոր վատ ցուցանիշներ ունեք։ Ինչ ասես կարելի է մշակել Նոյեմբերյանում, Իջևանում ամենալավ կլիմայական պայմաններ են։ Մենք մեր երկրում ունենք 2 գոտի՝ Մեղրին ու Տաուշի մարզը։ Բայց ոչինչ չի արվել։ Մենք ինչ թվերով տեսնում ենք ու ձեզ կներկայացնենք, դուք տեսնեք, որ դուք 8 տարի անտեսված եք եղել ձեր զեմլյակի կողմից, կարող եմ ասել մեր զեմլյակի կողմից, որ ասում է, վատը նա է, որ ինքը մեր զեմլյակն էլ է, դուք գիտեք մայրական կողմն էլ է Տաուշի մարզից, այսինքն Իջևանից, ինչի համար մենք շատ հպարտ ենք, բայց Փաշինյանի համար ընդհանրապես հպարտ չենք։ Համաձայն ենք, որ մենք ունենք այդպիսի հայրենակից, ով շատ փորձանքներ բերեց մեր երկրի գլխին, ինքը պատմության մեջ կմնա, որպես մեր հայրենիքը փոքրացրած ղեկավար։ Դուք գիտեք, որ Արցախը շատ էր նման Տաուշի մարզին, եւ վստահ եմ Տաուշում ապրող մարդկանցից շատերը Ղարաբաղից եկածներն են ու Իջևանում վստահ եմ, բայց դա ոչինչ չի նշանակում, մենք միասին ոտքի ենք կանգնել, առաջին հերթին ուզում եմ ձեզնից շնորհակալություն հայտնել, որ դուք մեր կողքին եք, մեր դաշինքի կողքին եք, իմ կողքին եք, ես դա երբեք չեմ մոռանալու, միասին պայքարում ենք, միասին կարելի ասել պատերազմում ենք, որտեղ այս ընտրական պայքարը այս մարդը վերածել է պատերազմի, բացարձակ անխիղճ պատերազմի, պատերազմող տղա էր, գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմ էր, Արցախում պատերազմ էր, հիմա ինքը պատերազմ է մեր ժողովրդի դեմ,
ով հասկանում է իր արածները, ով դեմ է իր արածներին, միանգամից դուք տեսնում եք ինչ է անում, բայց ինչ կան ինքը անում է, մենք այդ կան պնդանում ենք, քանի որ մենք նոր կուսակցություն ենք, մեզ պետք է համախմբվել, պնդանալ, որ դրանից հետո կարողանանք շատ արագ մեր ժողովրդին համախմբենք, վերացնենք այս բևեռացումը, էլ չի լինելու ՔՊԱ-կան, չի լինելու ուժեղ հայաստանական և մյուս կուսակցությունները, դա ընդամենը ընտրական պայքար է, որը վերջանում է հունիսի 7-ին, դրանից հետո մենք բոլորս պետք է լինենք մի բռունցք դառած ժողովուրդ, ում գլխավոր խնդիրը պետք է լինի զարգացնել մեր երկիրը, դարձնել անվտանգ երկիր, Տաուշի մարզը սահմանակցում է Ադրբեջանին, դուք հիշում եք, որ դուք ունեիք Արցվաշեն գյուղ, որ արդեն մերը չի, և շատ մեծ վտանգ կա, որ հայաթափելով սահմանամերձ գյուղերը մենք շատ գյուղեր կորցնենք, դրա համար մենք շատ արագ պետք է լուծենք այս իշխանության հարցերը, որպեսզի իրենք չկարողանան Ալիևի հետ պլանավորած իրենց բոլոր ցանկությունները կատարեն։ Ես վստահ եմ առաջին հերթին ադրբեջանցիները լցվելու են այս սահմանամերձ շրջաններ։ Դուք գիտեք, որ Ադրբեջանում չկա բնություն։ Ադրբեջանի ամենալավ բնությունը դա մեր թողած Շահումյանի շրջաններ, հիմա արդեն Արցախը նվիրեցինք իրենց և Արցվաշենն է, մնացածը լրիվ անիմաստ բնություն ունեցող երկիր է, քար ու քռա, դրա համար իրենց աչքը անպայման լինելու է մեր այն ամենասիրուն տարածքների վրա, ինչի համար մենք պայքարելու ենք, ոչ մի 300,000 ադրբեջանցի չենք թողելու մտնեն Հայաստան, մենք ցույց տվեցինք դրա անելու ձևը, մենք հենց առաջի օրը օրենք ենք ընդունելու, օրենքի անունը դրել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որ ադրբեջանցիները հնարավորություն չունենան սկզբից զավթեն մեր սահմանամերձ գյուղերը, դրանից հետո դուք լավ գիտեք, դուք ապրել եք ադրբեջանցիների կողքին, շատ արագ բազմանալով երկրի ներսում, հենց ունեցան քանակային ինչ-որ լուրջ թվեր, իրենք պահանջելու են և շատ հեշտ հասնելու են ընդամենը մի հատ ռեֆերենդումով լուծելու են մեր պետության խնդիրները։ Մենք հենվում ենք Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին։ Իրենք անում են հայտարարություն, որ պայմաններից մեկը 300,000 ադրբեջանցիների վերադարձն է իրենց պատմական հայրենիք, այսինքն մենք համարվում ենք ադրբեջանցիների պատմական հայրենիքը, իրենք իրենց հայրենիքը չունեն, հիմա ստացվում է, որ աչքները դրել են մեր երկրի վրա ու համարում են, որ էսի է իրանց պատմական հայրենիքը, բոլոր մարդիկ պետք է սխալները ուղղեն, որովհետև նորից չարիք կբերի մեր երկրի գլխին, այ մենք շուտով ամեն օր մեր ժողովուրդը իր մաշկի վրա կզգա նոր սխալ քայլերի հետևանքները։ Դրա համար ժողովուրդ ջան, դուք պետք է շատ ակտիվ լինեք, շատ ագրեսիվ լինեք, որովհետև բացի մեզանից, մեր ուժից չկա այնպիսի ուժ, որ կարողանա գոնե մոտենա այս խնդրի լուծմանը։ Միայն մենք ձեզ հետ կարող ենք ճանապարհել այս մարդուն, ինքը ես տեսնում եմ շատ մեծ հակումներ ունի դեպի Ադրբեջան գնալուն, չնայած ես ցանկանում եմ, որ ինքը վայելի իր ունեցվածքը Կանադայում, բայց տեսնում եմ աչքը միևնույն է Ադրբեջանի վրա է, բայց թող գնա Ադրբեջանում ինքը կլինի շատ էֆեկտիվ Հայաստանի համար, կսկսի զբաղվել Ադրբեջանի տուրիզմով,
ջնջի Ադրբեջանը, գոնե մի հատ լավ բան անի մեր երկրի համար։ Մենք իրեն ոգևորելու ենք այդ ուղղությամբ գնալու համար, նույնիսկ պատրաստ ենք աջակցենք, միայն այս մարդը թողի մեզ հանգիստ, թողի մեր ժողովրդին հանգիստ, մեր պետությունը հանգիստ։ Երեք պատերազմ պարտվելով ինքը չի կարողանում վերականգնվել, չի հավատում, որ Հայաստանը կարող է լինել անկախ պետություն, Հայաստանը կարող է դառնալ ուժեղ պետություն, բայց մենք ձեզ հետ դրա համար ենք, որ ապացուցենք հակառակը, որ Հայաստանը շատ արագ կարող է վերականգնվել, շատ արագ կարող է դառնալ ուժեղ պետություն, միայն մեզ պետք է, որ մեր համախոհները վստահ լինեն իրենց ուժերի վրա, մենք գլխավոր խնդիր ենք դրել, տանենք բացարձակ հաղթանակ, ինչը որ ես վստահ եմ ունենալու ենք, ձեր օգնությամբ մենք ունենալու ենք, մենք Տաուշը պետք է դարձնենք ոչ թե Հայաստանի համար ամբողջ աշխարհի տուրիզմի կենտրոններից մեկը, մենք այսքան գլուխ են գովում Դիլիջան, բայց ինչ ենք արել Դիլիջանի համար, ոչ մի բան չեն կարել, փոքր ինչ-որ կծկտուր, մի երկու հատ ռեստորան են բացել, բայց տուրիստներ չկան։ Հայաստան մտած տուրիստների ընդամենը 1% հասնում է Դիլիջան։ Դա թվերով որ ասեմ, օրը մի 100 մարդ, 100-150 մարդ են հասնում Դիլիջան, չի կարող զարգանալ շրջանը, մարզը, ունենալով այդքան հնարավորություններ 100, 500, 1000, դրանք միլիոնների պետք է հասնենք, պետք է այնպես զարգացնենք, դուք երևի գիտեք ու լսել եք կամ ունեք ձեր ձեռքի տակ մեր ծրագիրը $1 միլիարդ տուրիզմի համար, որից 500 միլիոնը մենք ուղարկելու ենք մարզերը, դուք էլ հասկանում եք, որ գլխավոր շահառուն այստեղ իր հնարավորություններով լինելու է Տաուշի մարզը։ Ընդամենը պետք է խրախուսել գյուղացուն, ինչը որ մենք անում ենք, 0 հարկ, ընտանիքներով զարգացնեն իրենց գյուղատնտեսությունը, 0 հարկ մուծելով, 0 ստուգումներ ունենալով, մարդիկ միայն պետք է մտածեն, աշխատեն, լավ գումար վաստակեն, իսկ հաջողակներ, ովքեր արդեն կարողանան մեծանալ, զարգանալ, դառնան արդեն միջին կամ մեծ բիզնես, այդ ժամանակ մենք կհիշեցնենք մարդկանց, որ մենք ունենք պետություն, դուք էլ պետք է մասնակցեք մեր պետության զարգացմանը։ Մինչև այդ մենք ուզում ենք, որ մեր մարդիկ հարստանան, մեր մարդիկ լավ ապրեն, որտեղ ոչ ոք չի մտածել մեր մարդկանց մասին, բոլորը ինչի մասին ասեք մտածել են, իրոք տարիներ շարունակ, բարձի թողի վիճակ ստեղծել են, ոնց կարողացել է ինչ-որ բան հայտայտել ապրել է, չունեն սիստեմավորված աշխատավարձ, տուրիզմը արագ զարգացող, մեծ հնարավորություններ տվող բնագավառ է, այսինքն արտադրական մեծ պոտենցիալներ ստեղծելու համ ձեր էկոլոգիան մենք չենք խախտելու, քանդելու, դրա համար գոյություն են ուրիշ մարզեր, որտեղ մենք արտադրական հզորություններ ենք զարգացնելու, բայց օրինակ նոյեմբերյանում ջերմոցային տնտեսություն զարգացնելու համար դա ընդամենը ամիսների հարց է, շատ արագ, որտեղ կլիման կա, բնությունը կա, մնում է միայն աջակցել մարդկանց, հասկացնել, որ դուք չսկսած ձեր բիզնեսը կարող եք հաշվել ձեր աշխատած գումարը, նույն օրը դուք պայմանագիր եք կնքում այն գիտեք կայանների հետ, որ մենք պետք է ստեղծենք, այնպես ենք անելու, որ բանկերի կարիքն էլ չունենան մարդիկ, չգնան խրվեն այդ վարկերի մեջ, այդ կայաները, մտերման կայանները ապահովելու են թե պարարտանյութերով, թե
դիզելով, թե ամեն ինչով, միայն մարդուն մնում է աշխատել, իր պայմանագիրը կնքել, հասկանալ տարվա վերջում ինչքան գումար ինքը ունի։ Դրա համար պետք է ամբողջությամբ մշակվեն հողերը։ Վերջը աշխարհում մենք տեսել ենք այնպիսի երկրներ, որ գյուղատնտեսությամբ դարել են աշխարհի առաջատար երկրները։ Շվեյցարիայի նման պետությունը գլխավոր ակցենտը դրել է փոքր միջին բիզնեսի վրա։ Ասենք Ռուսաստանից մեծ բյուջե ունի, բայց այդ բյուջեի 80%-ը ձևավորում է փոքր ու միջին բիզնեսը։ Այսինքն մարդիկ բոլորը զբաղված են, բոլորը աշխատանք ունեն, բոլորը մեծ գումարներ են վաստակում։ Հələ կլիմայական պայմանները մեր մոտ մի քանի անգամ ավելի լավ է Տաուշում, քան նույն Շվեյցարիայում։ Վստահեցնում եմ, դուք կարող եք վստահ խոսել, որ մենք շատ արագ Տաուշը դարձնելու ենք առանց աղքատության մարզ։ Մեր կառավարությունը լինելու է մեր ժողովրդի համար գումար վաստակող կառավարություն, ոչ թե պարտքերը կախեն պետության գլխին, ու մենք չգիտենք ինչի վրա այդ մարդը ծախսել 8.5 միլիարդ դոլարի, ինքը ասապ զենք ենք առել։ Հիմա վաղն էլ գնայենք ինչ զենք են առել, ինչ գներով են հետո գնայենք առել։ Դա է ամենակարևորը։ Ինչ գներով առել են զենք։ Հենց կոնկրետ ձեր մարզի հետ կապված վեր ենք անե աղքատության թիվը, ինչպես պարոն Կարապետյանն ասաց, ընդամենը 25 թվականին 18 թվականի համեմատ 25%-ից 40%-ի է հասել աղքատությունը։ Մարդկանց ծնելիությունը ահռելի ընկել է։ Բոլորդ կարծում եմ ձեր միջավայրերում տեսնում եք, որ շատացել են ամուսնալուծությունները, քչացել են ամուսնությունները։ Միայն առանձին Տավուշի մարզում ցավոք սրտի բնական աճը մոտ 50%-ով անկում է ապրել։ Լուծումը հունիսի 7-ին է տրվելու։ Դուք լսեցիք ինչ թվեր են Տաուշում եւ Աստված տա 5 տարի հետո դուք տեսնեք նորից կոարը կներկայացնի նոր թվերը, ձեզ բոլորի դուր կգա եւ ամենակարևորը այն ծրագրերը, ինչը որ մենք ասում ենք, թե 300,000 աշխատատեղը, թե 1 միլիարդ դոլար տուրիզմի համար, բոլոր ծրագրերը, թե կայաների ստեղծումը պետական բյուջեն մասնակցելու է մինիմում 10-ից 20%։ Մնացած գումարները դա մեր ստեղծած հիմնադրամների, մասնավոր ընկերությունների, մեր ընկերների գումարներն են լինելու։ Չկա աշխարհում այդպիսի հայ, որ կարողանա կազմակերպել այդպիսի մեծ ներդրումներ Հայաստան։ Իսկ եթե ներդրումներ չեկան Հայաստան, մենք ոչինչ չենք կարողանալու անել։ Քանի որ այս մարդիկ 8 տարվա ընթացքում այնպես են ձևավորել բյուջեն, որ կախել են բյուջեն միայն պարտքերից։ Այսինքն եթե պարտք չենք վերցնում, մարդիկ սոված են մնում, բժիշկները աշխատավարձ չեն ստանում, ուսուցիչները չեն ստանում, արվեստի, մշակույթի գործիչները չեն ստանում։ Հասկանում եք, ամբողջությամբ կախել են արտաքին պարտքերից։ Մենք շատ արագ ստեղծելով 300,000 աշխատատեղը, շատ արագ պետք է ձևափոխենք բյուջեի մուտքերը։ Մեր պատմության մեջ, նորագույն պատմության մեջ դեպք չի եղել, որ ընդդիմությունը կարողացել է հաղթել, իշխանափոխություն անել ընտրություններով։ Սա պետք է լինի առաջի դեպքը։ Պետք է ցույց տանք, որ սա առաջի դեպքն է, որ երիտասարդները ավելի ակտիվ են մասնակցում ընտրություններին։ Հենց երիտասարդները մասնակցեցին ընտրություններին, մենք մեր հարցը լուծում վերջացնում ենք։ Դրա համար դուք մարդկանց պետք է հասկացնեք։ Սա պատահական ընտրություններ չեն։ Սա ազատության մասին է ու ստրկության մասին է։ Մեր երկիրը ազատ, անկախ, ինքնիշխան երկիր է,
թե Ալիևը երկար տարիներ թողի իրեն որպես մարզպետ եւ որ օրը ինչ ցանկություն ունեցավ ինքը պարտավոր է կատարել, այսինքն սա դրա մասին է, սա մեր ինքնությունը պաշտպանելու մասին է, ստեղծված է հասարակություն, որ ոչ մի շանս չունի աճելու, մարդիկ ինչի համար են դեպրեսիայի մեջ, վատ ապրելու պատճառը, որ մարդը չի կարողանում իր երեխայի նորմալ ապագա ստեղծի, նույնիսկ հացի խնդիր լուծի, դրա համար ես հայտարարել եմ իմ պատվի հարցն է լինելու, վերացնել ծայրահեղ աղքատությունը, պետք է Հայաստանում սոված երեխա չքնի, սոված մարդ չքնի, մենք առաջին հերթին այս հարցը եթե չենք լուծում, մենք չենք լինելու նորմալ հասարակություն, այդ երեխաները միանգամից դաստիարակվում են ուրիշ ոգով, փողոցային բարքերը քաշում տանում են իրենց, իսկ դրա համար հունիսի 7-ին մեզ անհրաժեշտ է մեծ հաղթանակ, որ ճիշտ կադրեր ընտրենք, ճիշտ մարդկանց նշանակենք պաշտոնների, ովքեր գիշեր ցերեկ թալանելու կարիք չունեն այս սովածների նման, ԱԳԱ-ի նման ընկել են այս բյուջեի վրա, ոչ հնարավոր էլ չի արդեն պոկել դրանց, մենք պետք է հասնենք նրան, որ 1,5 միլիոն մարդ պետք է գնա ընտրության, եթե մարդիկ գնում են ընտրության, իմ ասած ինչ ասեցինք, թե տնտեսական ծրագրերը, թե ադրբեջանցիներին կանգնեցնելը օրերի հարց են լինելու։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ եւ առաջ պարոն Կարապետյան, ձեզ այն բանի համար, որ դուք անում եք, որտեղ ձեզ քաղաքական դաշտում հայտնվելը, ձեր առաքելությունը շատ մեծ հնարավորություն տվեց, որ ժողովուրդը ունենա հույս ու հավատ ապագայի նկատմամբ։ Համոզված եղեք, որ Տավուշիները ձեր կողքը կանգնած են, Տավուշի ժողովուրդը արժանապատիվ ժողովուրդ է եւ երբեք նա չի ընտրելու թույլ Հայաստանը, խղճուկ Հայաստանը, նա ընտրելու է արժանապատիվ Հայաստանը, ուժեղ Հայաստանը։ Մեր հաջողությունից հետո մենք նորից ենք հավաքվելու, մեծ կազմով ենք հավաքվելու, մենք հիմնվելու ենք ձեզ վրա, այն մարդկանց վրա, ովքեր հենց սկզբից հավատացին մեզ, կանգնեցին մեր կողքին, դուք բոլորդ մասնակցելու եք ձեր շրջաների զարգացմանը, բոլորդ պետք է մեզ ուղղություն ցույց տաք, ինչ ուղղությամբ, ինչ արագությամբ մենք կարող ենք հասնել դրան։ Մենք պրոբլեմ չենք ունենալու սրանց նման, ընկնենք բյուջեի 3 կոպեկ հատկացնենք, չհատկացնենք, դուք բոլորդ մտածեք բիզնես ծրագրերի մասին։ Նոյեմբերյանը իր ծրագիրը պետք է ստեղծի ներկայացնի, Իջևանը իր ծրագիրը, Դիլիջանը, մենք կենտրոնացված ենք դա անելու, բայց շատ լավ կլինի տեղի ժողովուրդը, տեղի մեր գործընկերները մասնակցեն։ Դուք լավ հասկանում եք ձեր հողին ինչ է պետք։ Չի կարող այս փոքր երկիրը ընդամենը 10%-ի մոտ հողն է մշակվում։ Արարատյան դաշտավայրի հողերի 15%-ն է մշակվում։ Դուք պատկերացնում եք դա ինչի մասն է խոսքը։ Աշխարհի ամենաբերկատու, ամենահետաքրքիր, լավ կլիմայով հողերը մարդ չկա մշակող, որովհետև ոչ մեկը չի պատկերացնում իր մշակած արտադրանքը ինչ պետք է անի, ոչ մի պետություն չի օգնել այդ մարդկանց, ուղղություն ցույց չի տվել, հնարավորություն չի ստեղծել։ Շատ շնորհակալություն, բոլորիս հաջողություն։ Ողջունում եմ ձեզ, պարոն վարչապետ, միամիտ չեմ ասում այս խոսքը։ Ես իմ համոզմունքն եմ արտահայտում, որովհետև ես տեսնում եմ մոտ ապագայում այդ հաղթանակը եւ կարծում եմ բոլորը կիսում են ինձ հետ այդ հավատը։ Մենք հավատում ենք ձեզ։ Վերջապես հայտնվեց մեր կյանքում այնպիսի մեկը, որը հասկացավ, որ ազգին եւ ժողովրդին գալիս է ծառայելու։ Դրա համար շնորհակալ եմ ձեր ողջ գաղափարախոսությունը։ Շատ շնորհակալ։ Արդյոք մենք կունենանք անվճար բարձրագույն կրթություն։ Առաջին, երկրորդ, որպես
ընտրված օրինական վարչապետ։ Խնդրում եմ, պահանջում եմ եւ համոզված եմ, որ կանեք։ Արդյոք կվերականգնենք Սփյուռքի նախարարությունը։ Եվ երրորդ հարցը։ ԿԳՄՍ նախարարություն կոչվածը ես խնդրում եմ, որ բաժանեք կրթության, սպորտի եւ մշակույթի։ Մեկ նախարարի համար այդ երեք գործառույթները չափազանց շատ են։ Դուք մի կասկածեք իմ կառավարչական տաղանդների վրա, ես ինչ այդ մի գործը, են որ ասում են փոքրուց լավ եմ արել։ Մենք ունենալու ենք մշակույթի, սփյուռքի եւ տուրիզմի նախարարություն։ Մեկ նախարարություն է լինելու, բացատրեմ, մենք ծով չունենք, մենք ունենք աշխարհին ցույց տալու, որ մենք առաջին քրիստոնեական երկիրն ենք, պետք է ամբողջ աշխարհի քրիստոնեության կենտրոնը տեղափոխենք Հայաստան։ Իսկ դրա համար մեզ պետք են արագ վերականգնել մեր բոլոր եկեղեցիները, բոլորը, մենք արդեն վեապարեց սկսել ենք քայլեր անել, դուք գիտեք, Էջմիածին ամբողջությամբ վերակառուցել ենք, վերականգնել ենք, հերթով պետք է գնանք, մենք աշխարհին դա ունենք ցույց տալու, մենք աշխարհին ունենք ցույց տալու Տաուշի մարզը, մենք աշխարհին ունենք ցույց տալու Սյունիքը, Վայոց ձորը, ինչը լավ ունենք, մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տանք, ու դա կարող ենք անել ավելի շատ Սփյուռքի միջոցով, բայց լավ կյանք Սփյուռքի համար պետք է ապահովենք, որովհետև մենք ունենք 7 միլիոն սփյուռք, Հայաստանը կսկսի նորմալ, ակտիվ կյանք ունենալ, մարզերը կսկսեն զարգանալ, եթե մենք ունենանք մինչև 5 միլիոն ռեալ տուրիստներ, դրա համար օգտագործելու ենք մշակույթի հնարավորությունները, Սփյուռքի հնարավորությունները զարգացնելու տուրիզմը։ Շնորհակալ եմ եւ բարձրագույն կրթության, եթե հնարավորությունը կա, որովհետեւ գիտեմ, որ Վրաստանում արդեն անվճար է բարձրագույն կրթությունը։ Մեր մոտ էլ անպայման անվճար է լինելու, մենք ոչ միայն անվճար ենք անելու, նույնիսկ լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին առանձին խրախուսելու ենք։ Ես չգիտեմ, դուք գիտեք թե չէ, Պոլիտեխնիկական համալսարանում մենք հատուկ ստեղծեցինք ծրագիր, ամբողջությամբ կահավորեցինք մի մասնաշենքը, նոր տեխնոլոգիաներով էներգետիկայի մասնաճյուղը հագեցրեցինք եւ բոլոր լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին ամիսը ինչքան հիշում եմ, ես հատկացնում եմ $500։ Դուք չեք պատկերացնում ինչ տեմպով սկսեցին աճել այդ գերազանցիկ ուսանողները։ Մենք դա խրախուսել ենք, այդ երիտասարդներն են լինելու մեր ապագան։ Մենք սպորտի բնագավառը խրախուսելու ենք, կրթությունը խրախուսելու ենք, մինչև մարդը չհասկանա, որ սա է լինելու իր ապրուստի միջոցը, չի նվիրվի դրան։ Մի կասկածեք, անելու ենք, ավելի լավ ենք անելու, քան հարևան երկրում, ավելի պատվով ենք անելու եւ ամենակարևորը սկսելու ենք մանկավարժներից։ Դրա համար մենք հայտարարեցինք, որ մանկավարժների աշխատավարձները կբարձրանան 150%-ով։ Ոչ միայն մանկավարժների, մշակույթի աշխատողների, նայեցինք բժիշկների, բոլորին անելու ենք։ Մենք որ ասում ենք արժանապատիվ աշխատավարձ, դա նկատի ունենք, որ մարդը ոչ թե գոյատևի իր ստացած գումարով, ինքը կարողանա իր երեխաների հարցերը լուծի, ուսանող երեխաներին Երևանում պահի, բայց մենք ամեն ինչը մոտեցնելու ենք մարզեր։ Մենք այս Երևանակենտրոնը լիցքաթափելու ենք, որտեղ Երևանը այսօր, ու երևի դուք որ եկել եք, զգացել եք, քաղաքը արդեն կանգնում է, ոչ մի ինֆրաստրուկտուրա չի համապատասխանում այս քաղաքին։ Դրա համար գնալու ենք մարզեր, բոլորն էլ հաճույքով կգան,
կապրենք աշխատեն Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, բայց խիբդի չանեն։ Այսինքն այդպիսի օդ շնչելու հնարավորություն ենք տա, դուք գիտեք Երևանում օդ չկա։ Դրա համար սա գնալու են մարզեր, վայելեն մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր հայրենիքի բնությունը, բոլորը։ Շատ խնդրելու եմ, որ մանկավարժական համալսարանը դառնա հատուկ կարգավիճակի համալսարան, որովհետև մեզ պետք են շատ լավ մանկավարժներ, մեզ պետք է հրաշալի կրթություն, իսկ այսօր մանկավարժական համալսարան գնում են, ինչ որտեղ չգնացող ուսանողները։ Դրա համար դրան մենք ուրիշ լուծում ենք տալու, մենք հասնելու ենք նրան, որ աշխարհի բոլոր բրենդովի համալսարանները Հայաստանում ներկայացվեն։ Ես տարիներ շարունակ, դա երևի մենք չենք ասում ու չենք ասել, 15 թվականից երևի տարին 3.5 միլիոն դոլար հատկացրել եմ, որ տաղանդավոր հայ երիտասարդները սովորեն արտասահմանի լավագույն վուզերում։ Ամեն տարի մոտ 100 երիտասարդ մենք ֆինանսավորում ենք, որ սովորեն, կարող եմ ձեզ ասել, վստահ եղեք, որ իրենք էլ դրա մասին չգիտեն։ Դա մենք միշտ պահել ենք, միշտ չենք ռեկլամարել մեր արածները, բայց ես ամեն տարի դա արել եմ, բայց ֆասադին ուրիշ մարդիկ են եղել, ներկայացվել է ոչ մեր կողմից։ Ես ընդհանրապես ուղղակի մի թեմայով եմ ուզում կիսվել, խորհրդի կարգով նոր բան չեմ ասելու։ Ի սկզբանե նախորդ տարվա հունիսից, երբ մենք միացել ենք այս թիմին, չթերագնահատեմ մյուսներին, ով շուտ, ով ուշ, բոլոր դեպքերում եղել է մի գաղափար հիմքում։ Եղել է արժեքային համակարգի ընտրություն։ Մենք հայերենում լավ բառ կա, պատեհապաշտություն։ Երբ որ պատեհապաշտ մարդկանց հետ գործ չունենք, այսինքն գաղափարական հենքի վրա ենք այս ամեն ինչը անում, ինքներս մեզ ենք հավատում, արդեն այդ քարոզն էլ է լավ ստացում։ Այսինքն մենք ոչ թե պետք է մենք տրամադրենք, որ ինչ-որ մի բանի համար ենք անում, այլ գաղափարը կրելով, առանց պատեհապաշտության, այդ գաղափարական հենքի վրա կարողանանք առաջին հերթին ինքներս մեզ հավատալով կարողանանք ճիշտ այս վերջի 8 օրը աշխատենք։ Ես իմ տարիքարած մարդ եմ, ես որևէ ակնկալիք չունեմ, ես ուզում եմ հայ ազգը Դուք ակնկալիք ունեք, մեզ պետք է որ ձեր ծերությունը անցկացնեք արժանապատիվ Հայաստանում, ոչ թե ստրկացած Հայաստանում, բոլորս էլ ակնկալիք։ Եթե ես էլ այդպես մտածեմ, հաստատ ես էլ ակնկալիք չունեմ, բայց մենք բոլորս պետք է նվիրենք մեր երկրի զարգացմանը, ուրիշ առաջ երթին անվտանգություն ապահովելուն, հետո զարգացնելուն։ Մենք ուրիշ ելք չունենք։ Դրա համար ձեր էներգիան մեզ շատ է պետք։ Դրա համար այս 8-7 օրը պետք է մի հատ նոր թափով, նոր տեմպով մենք փորձենք հասկացնենք մեր մոլորված ժողովրդին, որ գնում ենք կործանման, գնում ենք թրկացման, եթե հիմա ազատվում են շրջաներն ու գյուղերը, վստահ եղեք։ Դուք պատկերացնում եք ադրբեջանցիները ինչ հաճույքով տեղավորվեն Տաուշի շատ մեծ հաճույքով կտեղավորվեն։ Դրա համար մենք պետք է իրենց բոլոր ախորժակները կտրենք, մեր գյուղերը պետք է դառնան լիքը լեցուն։ Համոզված եմ, որ այն ցուցանիշները, ու այն ձեռքբերումները, որը կարող ենք հասնել ձեր իշխանության, մեր իշխանության օրոք, դա կարող է կրկնապատկվել ազգային գաղափարախոսության բարձրացման դեպքում։ Եվ ուզում եմ նաև ասել, որ այս ամենի մարմնավորողը եւ ձևավորողը մենք տեսնում ենք ձեզ։ Պետք է գիշեր ցերեկ այս 7 օրը, 8 օրը պայքարենք, որպեսզի հասնենք ճիշտ արդյունքի։ Կանգնեցնել է պետք։ Մեկ օր շուտ հեռացնել է պետք այս իշխանությանը։
իրենք իրավունք չունեն գործ ունենան Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի հետ։ Գանք, վերականգնենք կորցրածը։ Շնորհակալություն։ Ես սահմանամերձ Բերդ համայնքի Պարավակարգյուղի վարչական ղեկավարն եմ։ 2020 թվականից պայքարում եմ մեր իշխանությունների դեմ, բազմաթիվ հալածանքների միջով եմ անցել։ Ձեզանից մենակ կխնդրեմ, պարոն Կարապետյան, մինչև վերջ կքինակ։ Հանկարծ զատնի չտնեք, տնավարի ասած։ Ինչ ասեր, այդ մի բանը պիտի չասեր։ Են որ ասում եմ, բայ զատնի դնող տղա եմ։ Ենա զատնի դնեի, ենա հենց առաջ օրը սարեր էին խոստանում, նույնիսկ զատնի չէի դնի, կասեի մի հատ օքեյ ու կպրծնեինք ես ամեն ինչից։ Ես հետ ուզում եմ անձամբ ձեզ։ Դրա համար շատ ուրախ եմ, որ դու պայքարել ես, մինչև հիմա պայքարում ես, դու կհաղթես, հանգիստ քո պայքարը իզուր չի անցնելու, շատ ուրախ եմ, որ կարողացել ես վարչական շրջանի ղեկավար մնաս քո պայքարելով։ Սա մեզ տրված է վերջի շանսը։ Ես կասեի վերջի շանսն է։ Մենք պետք է բոլորս միախմբված, համախմբված, չեմ ուզում ծրագրերի մասին խոսել։ Ես գիտեմ, որ գյուղատնտեսության մասին այնքան բան կա խոսելու։ Հազար մի խնդիր ունենք, բայց մենք դրանց բոլորի մասին կխոսենք ամսի 8-ից հետո։ Ամսի 8-ից հետո կգանք ու մանրամասնորեն դետալ, բայց այսօր մենք պետք է մի խնդիր ունենք։ Ամսի 8-ից հետո ես կգամ արդեն, կգամ հենց ձեր ամեն նոյեմբերյանում, դիլիջանում, ամեն ինչի մասին կխոսենք։ Ես կոչ եմ անում բոլորիս, լիցքավորված, համախմբված, մնում է քիչ ժամանակահատված, կրկնապատի, քառակի, գիշեր-ցերեկ պետք է աշխատի, որ մենք հասնենք մեր նպատակին։ Ես ասում եմ, շատ մոտ ենք, քայլ, բացարձակ հաղթանակի։ Եվ ամենակարևորը նորից կրկնում եմ, ընտրության օրը ճիշտ քայլեր արեք։ Շատ կարևոր էր խոսել, ամենակարևորը, որ ձեր ինքնավստահությունը ավելանա, ոչ մի վարքյան չկասկածեք մեր հաղթանակի վրա, չկա այդպիսի տարբերակ գոյություն չունի, որ մենք չհաղթենք։ Մնում է հաղթենք բացարձակ, միայնակ, մեր ուժով, սա է խնդիրը։ Եթե թույլ կտա, պարոն Կարապետյանը, ես էլ էի ուզում երկու խոսք ասեի, նախ շատ շնորհակալ եմ, որ դուք այսօր այստեղ եք, մեր բոլորս միասին ենք, ուզում ենք ձեզ փոխանցենք ամենակարևորը, միասնության պատգամը, որ բոլորս միասին, միահամուռ, ամբողջ հայ ազգը համախմբելով գնանք ընտրության, անկախ նրանից, թե Հայաստանի քաղաքացիները որ երկրում են ապրում, մենք բոլորս պիտի գնանք ընտրությունների, քարոզենք ընտրությունների գնալը, ինչպես մենք ասում ենք ամեն օր, որ ադրբեջանցիները չգան։ Պիտի գնանք ընտրությունների, որ 300,000 ադրբեջանցի չգան Հայաստան։ Պիտի գնանք ընտրությունների, որ մեր հայրենիքը պատառ չհանձնեն եւ պիտի գնանք ընտրությունների, որ հայ մնանք։ Ամենակարևորը։ Շնորհակալ եմ։